Այսօր ներկայացնելու ենք բացառիկ կադրեր վերջին զանգ հեռուստասերիալի նկարահանման հրապարակից, որի շրջանակներում կբացահայտենք առաջիկա սերիաների սցենարային լուծումները։ Կադրերում ակնհայտ է, թիմը աշխատում է ամենալարված ու բեկումնային տեսարանների վրա, իսկ մենք հնարավորություն ունենք մի փոքրիկ հայացք գցել դեպի այդ սցենարային լուծումները, որոնք շուտով կփոխեն ամեն ինչ։ Եվ այսպես, Հենրին թվում էր, թե ինքն ունակ է թաքնվել բոլորից, անգամ սեփական հորից, սակայն, ինչպես միշտ, մի քոյին կանգնեցնելու բան չկա։ Նա իմանում է որդու գտնվելու վայրը և առանց նախազգուշացման հայտնվում նրա ճանապարհին։ Հենրին սառը, կտրուկ տոնով ասում է, որ ինքը այլևս հայր չունի։ Ոչ մի արդարացում չի կարող փոխել այն, ինչ տեղի է ունեցել։ Միքոն կրկնում է այն զառանցանքները, իբր Անգելինան իր դուստրն է, որպեսզի առավել համոզիչ լինի ու վերջնական համոզի Հենրիին, որ ինքը ճիշտ է ասում ու չի ստում։ Իսկ Հենրիի վերջնական խոսքն է՝ ես քեզ երբեք չեմ ների։ Բայց որքան էլ Հենրին փորձում է մոռանալ, խզել կապը, հեռանալ, նա չի կարողանում ապրել առանց Անգելինայի և որոշում է գնալ վերջին անգամ դնելու վերջակետ։ Նա կանգնում է Անգելինայի տան դարպասների դիմաց, աչքերում ցավ և սուտ։ Նա Անգելինային կրկին ասում է այն, ինչ արդեն գրել էր հաղորդագրությունում։ Իբր ինքը երեխա ունի մեկ ուրիշ կնոջից, որ իրենց միջև ամեն ինչ ավարտված է։ Նայում է Անգելինայի աչքերին, ներողություն խնդրում ու հեռանում։ Այդ պահից Անգելինան արդեն երկրորդ անգամ է վատանում և նրանք կրկին տեղափոխվում են հիվանդանոց։ Բժիշկները իրենց մասնագիտական գործողություններով փորձում են փրկել մի աղջկա, որի սիրտը ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես այլևս չի դիմանում։ Եվ երբ Անգելինան քնած է հիվանդասենյակում, գաղտնի կերպով հիվանդասենյակ է մտնում Հենրին, որպեսզի տեսնի Անգելինային ու իմանա նրա որպիսությունը, բայց Անգելինան բնականաբար չի իմանում այդ մասին։ Իսկ հիմա անդրադառնանք ևս մեկ կարևոր թեմայի։ Մյուս տեսարանում վրեժը հասել է իր գագաթնակետին։ Սեմն այլևս սպասելու ցանկություն չունի։ Նա կրակում է Բագրատի վրա։ Այդ պահին էլ պարզ է դառնում, որ այս պատմության մեջ զոհ կարող է դառնալ ցանկացածը։ Բագրատը հրազենային վնասվածքով տեղափոխվում է հիվանդանոց, իսկ Սեմին ձերբակալում են։ Ոստիկանությունում նրան հարձակնում են սպանության փորձի մեղադրանքով։ Սեմի քույրը Մերին իմանում է նրա ձերբակալության մասին և գալիս է բանտախուց եղբորը տեսակցության։ Այս հանդիպումը շատ հուզիչ է լինում։ Եվ այսպես, մի ընտանիքում միմյանցից հեռացնողը դառնում է սուտը, իսկ մյուսում տարիների լռության վրեժը։ Իսկ թե ովքեր կփրկվեն այս պատմությունից դեռ վաղ է ասել։ Իսկ դուք, հարգելի հետևորդներ, գրեք մեկնաբանություն։ Այն, որ այս փուլում Հենրին մտածում է, թե ինքն ու Անգելինան քույր ու եղբայր են և հավատում է այդ ամենին, արդյոք ճիշտ տարբերակ է ընտրել Անգելինային ասելու, իբր ինքը երեխա ունի ուրիշ կնոջից։ Գրեք մեկնաբանություն և հետևեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի հետագայում էլ առաջինը տեղեկանաք սերիալի ամենաթարմ և անսպասելի զարգացումներին։ Ողջույն բոլորին, հուսով եմ լավ եք։ Շատ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում վերջին զանգը հեռուստասերիալի շրջանակներում, չափազանց հետաքրքիր տեսարաններ, շատ սպասված հանդիպումներ, շատ հետաքրքիր երկխոսություններ, շատ խոսուն, մեծ ասելիքով, մի խոսքով ամենահետաքրքիր տեսարաններն առջևում են։ Շատ հետաքրքիր և շատ գեղեցիկ միտք կա, որը պիտի իրականացնենք, և հետո, եթե ունեք հետաքրքիր հարցեր, բովանդակալից հարցեր, հղեք, սիրով կպատասխանեմ, այսօր այդ օրն է։ Ուրն ստացվել, մի հատ կտրի ուղենք տեսնենք համովա, տեսքի նման։ Լավ, ստոպ։ Ատս մի կատր է Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Թարմա բայ։ Հա, թարմա։ Ոնց вообще-то Կասկածում եք, երեխեք։ 4 օրվա է։ Վերջին զանգ հեռուստասերիալին չէի սպասում։ Համեց
Դե որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կադրով չի երևում։ Դա սցենարներս են։ Ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեմ, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն էինք նետել, հիշում եք։ Բայց ստեղ է, ամեն անգամ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուշի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք ևս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել, լոգարանն է։ Պահարանում ինչ ունես։ Պահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասը բացում եմ ինչ-որ բան եմ անում, ինչ վերից ոչ մի բան։ Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրուն հատված ունենք, ես շատ եմ սիրուն նկարվել ստեղ։ Բացիլը, բացի ասում եմ, աստորեն դու ես հորես գլուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին, Գաննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետք է ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տպում, կամ ինձ են տպում։ Լրիվ կռիվ կինո եմ խաղում, հա։ Վերջ զանգի նկարանները շարունակվում են։ Այնա Բագոն վազել է սովորում, որը թե ֆուտբոլի առաջնություն։ Պատրաստ, հով ասում եմ, լավ գնում ես կյանք փոխած։ Ինչով ստոպ չտամ, չտար։ Մոտոր։ Դեմ նայելով հիմա մի գնաց։ Stop. Ախա։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը շեն տվի անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում ոչ չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար, ու ծիծաղում ենք։ Սուտաշ թորիների 10%, Սա դինացի։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, որտեղ կիմանան։